Ինչպես Մերին նշեց, երրորդ կարևորագույն թեման դա էլեկտրական լիցքը եւ էլեկտրական հոսանքն է։ Ընդհանրապես բնության մեջ գոյություն ունի 3 լիցք՝ դրական, բացասական եւ չեզոք։ Դրականն է պրոտոնը, բացասականը էլեկտրոնը եւ նեյտրոնները չեզոք են։ Հիմա կատարեմ փորձ։ Սա էլեկտրացույց է։ Վերցնենք ձողիկ եւ այն շփենք։ Եղավ։ Ամենահարմար տարբերակ։ Այսինքն, տեսնում եք, ինչքան անկյունը մեծ է, Ինչքան անկյունը մեծ է, այնքան նշանակում է, որ էլեկտրական հոսանքը այստեղ ավելի շատ է։ Ես Վահեն Ազարյանն եմ եւ կկատարեմ մի փորձ, որտեղ որ մարմինները լիցքավորվում են հպումով կամ շփումով եւ պետք է ձեռնոցը շփել։ Անպայման է շփում է, որպեսզի կարողանա էլեկտրական հոսանք։ Մազերը։ Եվ մարդիկները սկսում են շարժվել։ Թխիվայր տատանումներ կատարել, որովհետև ինչ են անում, շփվում են, չէ՞։ Այստեղ ցուցադրված են բարձրագույն շղթաներ, որոնք կազմում են ֆիզիկայի փոքրագույն մասը։ Ինչպես գիտենք, շղթաները կազմված են հոսանքի աղբյուրից, որոնք մեր մոտ գալվանական տարրերն են կամ մեզ բոլորիս հայտնի էլեմենտները։ Նաև շղթան պետք է ունենա հաղորդալար, բանալի եւ լամբ։ Հիմա մենք ցույց կտանք մի քանի բաց շղթաներ, որոնք փակելով, ինչպես գիտենք, բաց շղթով չի անցնում հոսանք, այդ պատճառով մենք փակենք դրանք, որպեսզի ստանանք հոսանք։ Դիտարկենք այս շղթան, որը բաց է, տեսնում ենք հոսանքի աղբյուրը, բանալին եւ լամպը։ Շղթան փակելիս լամպը լուսարձակում է։ Մենք ցույց կտանք եւս մի քանի բաց շղթաների օրինակներ, օրինակ սա լամպը վառվում է։ Սա Վահեն է պատրաստ է, Վահե ջան, ներկայացրու։ Սա շղթա է, հոսանքի աղբյուր է եւ մինի մոտորչիկ, ոնց է, պետք է շղթան փակել, որպեսզի սկսի աշխատել։ Կպցնում ենք։ Նաև մենք ունենք մի քանի յուրահատուկ ձևեր բանալին փակելու։ Օրինակ այստեղ այս մետաղը իրը, ինչպես գիտենք, մետաղի միջով հոսանք է անցնում, մետաղը հաղորդիչ է։ Երբ որ փակում ենք եւ մետաղը հատում է գալարներին, այստեղ լույս է վառվում։ Եվ մենք ունենք մի քանի փակ շղթաներ, որոնք բանալիով են։ Եթե բանալին միացնում ենք, շղթան լուսարձակում է։ Այս ամբողջը ձերքի պատրաստած աշխատանքներն են երեխեք։ Այսը որպես ֆանարիկ կարող օգտագործենք, երբ որ կարիքը կա։ Ինչպես տեսնում ենք, քանի որ երկու հատ են գալվանական տարրերը, սա ավելի ուժեղ է լուսարձակում, քան մեր մյուս պատրաստած շղթաները։ Հիմա ցույց կտանք բարդ շղթա։ Սա բարդ շղթա է, որին հաջորդաբար կեպով միացված է ամպերաչափը, որը չափում է հոսանքի ուժը, եւ զուգահեռաբար միացված է վոլտաչափը, որը չափում է լարումը։ Ինչպես մենք գիտենք օհմի օրենքից, շղթայում ինչքան բարձր է լարումը, այդքան բարձր է հոսանքի ուժը։ Հիմա մենք կմեծացնենք լարումը եւ կտեսնենք, որ լամպը լուսարձակում է եւ մեծանում է հոսանքի ուժը։ Եթե մենք միացնենք երկրորդ լամպը, հոսանքի ուժը կբաժանվի այդ լամպերի մեջ։ Սա ավելի ուժեղ է, մենք զուգահեռ միացրեցինք, բայց սա ավելի ուժեղ է, քան օպտիկանը, որ ես հանգնեք, այդպես, որպես տեսեք 4-ն են վառվում են շղթաները, բայց մեկն ավելի կզորած, ավելի ուսումնավարվում, քան մյուսը։ Բայց նաև ունենք